Բարև ձեզ Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր Բաստիոն հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանին։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան։ Դուք հայտնի դարձաք կամ ավելի շատ հայտնի դարձաք 2018 թվականի հեղափոխության օրերին, որին շատ ակտիվ մասնակցում էիք եւ այսպես երևացող դեմքերից էիք։ Գոհ եք կամ չգիտեմ ոնց եք նայում այդ իրադարձություններին։ Թույլ տվեք չհամաձայնվել, որ 18 թվականին ես ավելի հայտնի եմ դարձել, որովհետև իրականում կար հնարավորություն դառնալու ավելի հայտնի, բարձրանալ ամբիոն, այնտեղից ճառասել եւ ճանաչելիություն ձեռք բերել, բայց մենք ընկերներով որոշել էինք, որ այնուամենայնիվ 18 թվականի իրադարձությունները գաղափարական են եւ այդտեղ դիվիդենդ հավաքելը մեր համար ընդունելի չէր, այսպես ասած։ Իրականում Նիկոլ Փաշինյանն էլ կարար այդ շոուները, որ լայվեր միացրած եւ այլն, այդ ամեն ինչ չաներ, մենք իրեն առաջարկել էինք շատ ավելի པարզ տարբերակ, բայց ինքը որոշեց, որ չայնուամենայնիվ PR-ը պարտադիր բաղադրիչ է անձնական գործունեության։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, այն ինչ ավելացել էր իմ հայտնիության վրա, անհամեմատ քիչ էր այն հնարավորությունների ֆոնին, որ մենք ունեինք, եւ այդպես չի, որ ես շատ հայտնի եմ դարձել։ Մինչև այդ Facebook-յան իմ ընկերները ովքեր որ ինձ գիտեին։ Ես ձեզ Facebook-ից գիտեի դրանց առաջ։ Դե այդ շատ չի ավելացել այդ ժամանակ իմ ոչ հետևորդների թիվը, ոչ էլ ճանաչողների։ Բայց դրանից հետո, երբ որ ավելի ակտիվ քաղաքական գործունեություն, քաղաքացիական գործունեություն եմ սկսել ծավալել, հատկապես ամուլսարի թեմաներով, հետո հատիսի հետ կապված տարբեր հարցազրույցների բերումով, այդ ժամանակ ավելացել է ես մարդկանց հետ շփումներից, փողոցում քայլելուց այդ զգացել եմ։ Բայց որ հետ եք նայում, այսպես հետահայաց նայում եք 18-ի իրադարձություններին, ինչ-որ զղջման բան եք փոշմանելու, չգիտեմ, թե կարծում եք, որ դա շատ ճիշտ է, կարևոր մասնակցել եք ու հիմա էլ որ լիներ, էլի կմասնակցեիք։ Չէ, անշուշտ կմասնակցեի, բայց այն պայմաններով եւ այն ձևաչափով չէ, ինչ որ եղել է 18-ին։ Երբ որ 18 թվականին մարտի 30-ին մեր առաջի հանդիպումը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նա հայտարարեց, որ ցանկանում է հաջորդ օրվանից Գյումրիից քայլարշավ իրականացնել, այդ ժամանակ մենք արդեն ունեինք հեղափոխության կոնցեպտ մշակած, ինչպես եւ ինչ անել, որպեսզի հեղափոխությունը տեղի ունենա։ Եվ մենք պլանավորում էինք սեպտեմբերին սկսել այդ գործողությունները։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը որպես հանգամանք առաջ եկավ, մենք որոշեցինք, որ այնուամենայնիվ թողնել սեպտեմբերին պետք չի եւ այդ պահը ավելի հարմար է հեղափոխություն անելու համար, քան սեպտեմբերը։ Ինչու ես չեմ փոշմանել կամ ինչու ես էլի կմասնակցեի։ Մեծ հաշվով քաղաքական այն ճանապարհը, որ մենք անցնում ենք որպես ազգ, այդպիսի գործողություններով ամրանում, ինչպիսին օրինակ հեղափոխություններն են։ Եվ այսինքն քաղաքական հասունությունը դա քաղաքական ցնցումների հետևանքով մարդկանց մոտ նոր հարցեր առաջացնելու պատճառ է դառնում եւ այդ նոր հարցերի պատասխանների ետևից գնացող մարդիկ են, որ ձևավորում են քաղաքական նոր վերնախավ։ Իսկ հնարավոր չէ առանց ցնցումների։ Առանց ցնցումների հնարավոր է, եթե կա նախադրյալները, եթե կա բավարար քաղաքական կամք, կրթական համակարգը փոխելու, մշակութային այդ միջավայրը փոխելու, օրենսդրական դաշտը փոխելու եւ ըստ էության 18 թվականի այդ գրեթե անցնցում իշխանափոխության
նպատակն էր ինստիտուցիոնալ ճանապարհով ստեղծել նոր քաղաքական միտք, հանրային նոր մտածելակերպ։ Բայց դա ստացվեց։ Ոչ, որովհետև Նիկոլ Փաշինյանը չարեց այն խոստումները, որը տվել էր մեզ անձամբ, Օրինակ որը։ Օրինակ դատական համակարգի փոփոխությունը, որովհետև առանց արդարադատության, առանց արդար միջավայր ձևավորելու դու քաղաքական հասունության չես կարող հասնես, այսինքն դատարանը պետք է անկախ լինի, որպեսզի քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր մարդիկ վախ չունենան քաղաքական հետապնդումների։ Դա չեղավ։ Երկրորդը կուսակցությունների մասին օրենքը եւ ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Դրանք պետք է իրականանային, որպեսզի քաղաքականությունը ազատականացվեր մինչև 18 թվականը ուզուրպացված էր քաղաքական դաշտը եւ ընդդիմությունը եւ իշխանությունը նույն արժեքները կրող, նույն հայացքներն ունեցող մարդիկ էին, որոնք զուտ դերաբաշխում էին արել ուժի եւ փողի միջոցով, այսինքն այդ ընդդիմություն կոչվածն էլ դեր էր տրված նույն մարդկանց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ Այո, իհարկե, գաղտնիք չի, որ 17 թվականի ազգային ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, այդ թվում եւ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սավենի Սարգսյանը անցան պարլամենտ, որովհետեւ Սերժ Սարգսյանը այդպես ուզեց։ Եվ դրա վարտերսևորումներ են, որ Սերժ Սարգսյանը Արցախից հարցազրույց էր տալիս, թե ինչ, եւ հայտարարեց, որ իրենց, այսինքն ասեց, մեզ կտուրից կտուր թռչող ընդդիմություն պետք չի, դա հստակ ազդակ էր, որ եթե մեզ չեք ուզում, ընտրեք իրենց։ Եվ ըստ էության այդպես էլ եղավ, այսինքն այդ համակարգի մեջ այլ կերպ քան համակարգի խաղի կանոններով տեղավորվել այդ տրամաբանության մեջ եւ դրսևորվել հնարավոր չէր։ Պարոն Իսկյան, դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը անցնի պարլամենտ եւ նաեւ մասնակցել եք ակտիվորեն 18 թվականի իրադարձություններին եւ ներսից նայելով կարծում եք, որ դա հեղափոխություն էր, այսինքն ստիպված Սերժ Սարգսյանը գնաց, թե դա նախապես պլանավորված բան էր, էլի հաշվի առնելով այս հետահայացած էր, որ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի առևանգումը այդ ամեն ինչը պլանավորված չէր։ Այսինքն Սերժ Սարգսյանը գուցե սրտի խորքում ցանկանում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր այդ իր կեցվածքը դրսևորի, որովհետև խորքային գործընթացներ էին գնում Արցախի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ես վստահաբար այդ անձնական խոսակցություններից ելնելով եմ ասում, ինքը հաշտ չէր այն մտքի հետ, այն ծրագրի հետ, որը ուներ Սերժ Սարգսյանը։ Դա մի կողմից, մյուս կողմից Սերժ Սարգսյանին, ինչպես օրինակ Էլեկտրիկ Երևանի ժամանակ անհրաժեշտ էին ներքին խռովություններ, որպեսզի ցույց տար արտաքին խաղացողներին, այդ թվում նաև մեր սիրելի Բելարուսի նախագահին, որը հաճախ պատմում այդ անցյալի մասին, ցույց տար, որ կա հանրային անհաշտ վիճակ այդ խնդիրը նրանց պարտադրած կամ ցանկացած ձևով լուծելու հարցում ու ինքը դրանով փորձեր զիջումներ կորզել կամ այլի հետաձգեր այդ հարցի լուծումը, հանգուցալուծումը։ Եվ Նիկոլ Փաշինյանը իդեալական տեխնացու էր այդ առումով, այլ մարդ չկար, բայց մյուս կողմից մենք հիշենք, որ 17 թվականի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած թիմ ընտրություններում 1% էլ չէր հաղթահարել։ Այսինքն հանրային լուրջ անվստահություն կար Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ եւ դրա համար եմ ես ասում, որ 17 թվականի ազգային ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը եւ իր ընկերները չէին կարող հաղթահարել այդ շեմը, եթե Սերժ Սարգսյանը չորոշեր նրանց ազգային ժողով տաներ որպես ընդդիմություն։ Ինչ եղավ 17 թվականից հետո 17 թվականին ես անձամբ Նիկոլ Փաշինյանին էլ Արարատ Միրզոյանին էլ առաջարկել եմ, ասել եմ բոյկոտեք ընտրությունները
համապետական, գնանք հեղափոխության։ Իրենք ասացին, չէ, մենք դա չենք կարող անել, մենք քաղաքական գործիչ ենք, քաղաքական գործիչը պետք է քաղաքական process-ներին մասնակցի, դա հայկական իրականության մեջ ընդունված շաբլոններ են, եւ իրենք մասնակցեցին, բայց հետո երբ որ հասկացա, որ բանից անցնում է, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այդ երթով իր բողոքի ձայնն է արտահայտելու։ Ես պետք է ասեմ, որ ինքը ոչ մի մտադրություն, նպատակ, հույս չուներ, որ հեղափոխություն տեղի կունենա, դա նույնպես մեր մի խոսակցության արդյունք չի։ Հիմա կարող է մեր ունկնդիրները ասեն, որ եկել ինչ որ մեծ բաներից է խոսում, բայց ինչ ասում եմ, իհարկե դժվար Նիկոլ Փաշինյան կանգնի ասի այո ճիշտ ասում, բայց ինքը կարա հաստատի դա։ Այն կոնցեպտը, որը մենք մշակել էինք հեղափոխության, ինքը դա երկար ժամանակ չէր հասկանում։ Այսինքն ընդունում էր, ասում էր այո կանեմ, բայց եկել էր Երևան եւ անում էր լրիվ այլ բան։ Եթե հիշում եք, առաջի 3 օրը Ֆրանսիայի հրապարակն էին այդպես գրավել, եթե կարելի այդպես ասել, որի կարիքը ընդհանրապես չկար եւ մենք ասում ենք 3 օր անընդհատ ասում ենք ինչու մի արեք սա, այսպես արեք, սա է պետք անել եւ այլն եւ միայն ամսի 15-ին կարողացանք առավոտ շուտ էլի հանդիպում նշանակեց Նիկոլ Փաշինյանը 14-ի երեկոյան մեր վեճից տարաձայնություններից վեճից հետո 15-ի առավոտյան հանդիպեցինք, հետո արդեն մի որոշ ժամանակ անց ինքը ասում էր այ 15-ի առավոտյան ես հասկացա, որ հաղթել ենք։ Այս միջև այդ ինքը չէր պատկերացնում ինչա պետք անել եւ ոնց է պետք անել այդ ապակենտրոն շարժումը, այն գաղափարները, որոնք այն ծրագիրը, որը պետք է իրականացվեր, դրանք հանրայնացնելը եւ այլն, այդ ամեն ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Դուք նշեցիք, որ միջև Նիկոլ Փաշինյանի առևանգումը մի բաներ տեղի ունենում, դրանից հետո այլ բան տեղի ունեցավ, այսինքն պայմանավորվածություն եղավ։ Նայեք, կար Սերժ Սարգսյանը ուներ երկու ճանապարհ։ Կամ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղ հանձնել իշխանությունը, կամ պարետային ժամը սահմանել, մտցնել եւ ցրել, բայց ակնհայտ էր, որ հասարակական դժգոհությունները պարետային ժամով չէին նվազելու, այն տնտեսական վնասները, որ կրելու էր պետությունը այդ պարետային ժամից, բերելու էր այդ օլիգարխիկ համակարգի մեջ անհաշտության եւ որոշ մասը գուցե նաեւ դեմ գնար ու տրոհ էր, դա էլ էր վստահաբար իրենք հասկանում էին եւ ամենակարևորը այն էր, որ հասարակությունը գործիքին արդեն տիրապետում էր խաղաղ հնազանդության, պատկերացնում էին դրա ուժը եւ ազդեցությունը եւ պարետային ժամի ավարտից հետո անմիջապես նորից սկսվելու էին այդ գործընթացները։ Գուցե նաեւ պարետային ժամի ժամանակ, այսինքն այստեղ զուտ ժամանակի հարց էր։ Եվ հաշվի առնելով այն, որ դիմացը ապրիլի 24 էր եւ այդ պարետային ժամ սահմանել հասարակությանը չթողնել գնալ Եղեռնի հուշահամալիր դա մի խնդիր էր եւ պարետային ժամ չսահմանել, բայց գնալ հուշահամալիր եւ խայտառակվել դա այլ խնդիր էր, այսինքն ինքը ցայտնոտի մեջ էր եւ միակ արդյունավետ ճանապարհը այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանի հետ իշխանությունը փոխանցելու շուրջ պայմանավորվածություններ։ Միակ խելամիտ ճանապարհը եւ ես կարծում եմ ի պատիվ իրեն ինքը ճիշտ որոշում կայացրեց այդ ժամանակ։ Պարոն Միսկյան շատ են խոսում արտաքին ուժերի միջամտության մասին այդ շարժմանը, որ արտաքին ուժեր կային բաներ ու իրոք այդտեղ ասենք կային ասենք դրամաշնորներով հայտնի մարդիկ, որ իդեպ դուք ձեր անունն են էլի հաճախ կապում այդպես դրամաշնոր ստացողների հետ։ Այսինքն երբեք դրամաշնոր չեք ստացան։ Երբեք։ Ցավոք։ Ու չեք էլ ուզում։ Չէ, ուզում եմ ինչի՞ չէ, ուղղակի ժամանակ չկա դրանով զբաղվել։ Դուք այդ շարժման մեջ լինելով տեսել եք արտաքին ինչ որ բաներ, ներգրավվածություններ։ Ես, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի քայլերթից առաջ տեղի էր ունենում Մերժիր Սերժին նախաձեռնությունը։
Ես հիմա կոնկրետ ամսաթիվը չեմ հիշում, թե մարտի քանիսին տեղի ունեցավ առաջին, կարծեմ 21-ին էր, եթե չեմ սխալվում, առաջին հանդիպումը տեղի ունեցավ այդ նախաձեռնող խմբի հետ, իրենց գրասենյակում եւ մի խումբ արևմտյան դրամաշնորներով Հայաստանում ժողովրդավարություն քարոզող որ վատ բան չի, իմ կարծիքով։ Երիտասարդներ ցանկանում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ նրա, որ Սերժ Սարգսյանը վերընտրվում է ըստ էության եւ շարունակում է իր իշխանությունը, որովհետեւ նրանց կարծիքով, իսկ դա շատ հիմնավոր կարծիք էր, այսինքն հիմնավորված էր այն առումով, որ սահմանադրությունը թույլ էր տալիս Սերժ Սարգսյանին դառնալ ցմահ կուսակցության ղեկավար եւ վարչապետ, հա, այսինքն իշխանության փոփոխելիության խնդիր էր առաջանում։ Այնց չի, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ որ ձևով տարբերվում է Սերժ Սարգսյանից, բայց խնդիրը սահմանադրության եւ ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը ուզուրպացնում է իշխանությունը։ Հիմա նույն բանը անելու է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, դրանում ոչ մի խոսք, բայց ինձ առաջարկեցին մասնակցել այդ բողոքի ակցիաներին։ Ես ասացի, եթե ուզում եք հեղափոխություն անենք, բայց եթե զուտ ակցիա եք ուզում անենք, ես ինչով կարամ կողքից կօգնեմ, բայց ժամանակ չկա, որ գամ եւ մասնակցեմ ուղիղ ակցիաներին, ու անձնապես այդպես ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, բայց այդ հիշում եմ ակցիաներից մեկի ժամանակ մեր խմբի տղաներից որոշները կիրառեցին սոցիալական ցանցերում մեծ աջակցություն ցույց տվեցին եւ եթե ճիշտ եմ հիշում, մարտի 27-ի ակցիայի ժամանակ 500-ից ավել, իրենք ասում են, որ գոնե 500 հոգի մարդ գա, շատ լավ է, այդ ժամանակ 500-ից ավել մարդ էր հավաքվել, ես ինչի եմ հիշում, այդ օրը չէ, ներողություն, ամսի 2-ին էր ակցիան, որտեղ ամսի 2-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան հավաքելու Չէ, դա ապրիլի 5-ին էր։ Ապրիլի 5-ին օրերով չեմ հիշում։ Չէ, որտեղ իմ ծննդյան օրն էր, ես ջերմություն ունեի ու գնացել էի փոխհավաքելու։ Իսկ այդ ակցիան Ազատության հրապարակում 500 հոգուց ավել մարդ էր հավաքվել, Մերժիր Սերժին նախաձեռնության շրջանակներում, այդ օրը ես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էի ճանապարհին, այդ ձևով եմ հիշում, որ երկրորդ օրն էր իր քայլարշավի։ Իսկ արտաքին բանը որն էր։ Արտաքինը այն էր, որ այն մարդիկ, ովքեր որ դեմ էին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ ընտրվելու այդ գաղափարին, իրենք որպես քաղաքասարակություն, իրավագիտակից եւ պատասխանատու ձևավորվել էին արտաքին դրամաշնորհների միջա, այսինքն այդ մարդիկ կրթություն ստացել են այդ ժողովրդավարական արժեքների ուղիղ ցուցումներ չեք տեսել։ Նայեք, դե ցուցում ոնց է, դրամաշնորհը տրվում է ինչ որ ծրագրի համար։ Վստահաբար այդ բողոքի ակցիաների պլակատների եւ ինչ որ բաների համար էլի գումար տրամադրվել էր, բայց ասել, որ դա տրվել էր, որովհետեւ հեղափոխություն արվի, այդ մարդկանց ես անձամբ ինքս եմ առաջարկել, ասել եմ, ուզում եք հեղափոխություն անենք, ասել են չէ, դե չենք կարա ինչ հեղափոխություն ձեռես առնում, ասել եմ դե որ չէ, այսինքն այդտեղ խնդիր չի եղել դրած հեղափոխություն անելու, նույնիսկ դրա ընկալումը չի եղել, որ հնարավոր է անել, եւ հետեւաբար ֆինանսավորել մի բան, որին ոչ դու ես հավատում, ոչ քո թիմը կամ այն մարդիկ, ովքեր պատրաստ են այդ ֆինանսները օգտագործել դրա համար, անտրամաբանական է, էլի։ Բան իսկան, բայց դուք այդտեղ ցանց չեք տեսնում, որովհետև հիմա ինչ նկատի ունեք։ Ինչ որ իրադարձություններ են լինում Հայաստանում, որ օրինակ պետքա որ, ասենք, չգիտեմ, քաղբանտարկյալը հացադուլ է հայտարարել, չգիտեմ, կնոջը բռնության է ենթարկել, ինչ որ բաներ, որոնք պետքա որ մարդիկ որպես քաղաքասարակության ակտիվիստներ եւ այլն խոսեին,
բայց ոնց որ բոլորով լռում են եւ տեսնում եք նաեւ երկրորդ ցանցը ոնց որ ռուսական ցանցը, որը չգիտեմ, մի քիչ ավելի նահապետական հայացքներով են, մի քիչ ավելի քարտ են, մի քիչ ավելի, չգիտեմ, safe shore են սիրում հակնել եւ այլն, բայց նրանք էլ ինչ որ ուրիշ բաների են, այսպես բոլորով միասին մասնակցում կամ լռում կամ աչքաթող անում եւ այլն։ Ու այնպեսի տպավորություն է, ոնց որ մենք ապրում ենք ինչ որ բանի աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժման արանքում եւ պետքա այդտեղ փորձել ողջ մնալ, չընկնել այդ բաների, սալերի շարժման արանքը։ Դուք այդ ցանցային տրամաբանությունը տեսնում եք, թե չէ։ Նայեք, այդ կարգի մեղադրանք իմ հասցեին էլ առնչել, օրինակ ինչու եք այ ամուլսարի դեմ պայքարում, իսկ ուրիշ հանքերի դեմ չեք պայքարում, չգիտեմ, նման կամ ինչի այստեղ անտառը կտրեցին, բայց դուք ձեն չեք հանում, իսկ ամուլսարի համար կամ հատիսի համար պայքարում եք։ Ինձ ոչ մեկը չի ուղղորդում, ոչ մեկը չի ուղղորդել, բայց կա առողջ տրամաբանություն։ Եթե ես միայնակ պետքա դուրս գամ ամուլսարի դեմ պիկետ անեմ, դա էլ է ինչ որ քայլ, բայց եթե հնարավոր է դա անել համակարգված եւ ավելի մեծ թվով մարդկանցով, ողջախոհ է մասնակցել այդ մարդկանց հետ այդ շարժմանը եւ դու իրենց աջակցես, իրենք էլ քեզ, այսինքն եթե դու ունես գաղափարական ընդհանրություն։ Հիմա եթե Սերժ Սարգսյանի իշխանության գալու այդ հեռանկարը անհանգստացնում է մարդկանց, ողջախոհ է օգտվել այդ օրինակ Նիկոլ Փաշինյանի քայլերթից եւ փորձել ավելի մեծ հնչեղություն հաղորդել այդ խնդրին։ Այստեղ ես դավադրություն չեմ տեսնում։ Տեսնում եմ ողջախոհությունից բխող գործողություններ, որը նորմալ է, տրամաբանական է։ Բայց պետք է հաշվի առնել, որ այդ իրադարձությունների մեջ միայն նրանք չէին, ովքեր Սերժ Սարգսյանին դեմ էին, որովհետև Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական էր, այլ նաև ռուսական կողմը ուներ իր շահերը եւ յուրաքանչյուրը, ինչպես բոլորը, այդպես էլ ռուսական կողմը փորձեց օգտվել Նիկոլ Փաշինյանի գործողություններից սեփական օրակարգը առաջ մղելու համար։ Այդ հարցում անկասկած, բայց դա ոչ թե արևմուտքն ու արևելքը պայմանավորվել էին, Ռուսաստանը եւ արևմուտքը, որպեսզի Սերժ Սարգսյանին հեռացնեն եւ Նիկոլ Փաշինյանին բերեն, այլ ամեն մեկը իր հետաքրքրություններն ուներ եւ ամեն մեկը փորձում էր իր օգուտները քաղել այդ շարժումից, բնականաբար նպաստելով այս կամ այն կերպ կամ վնասելով, չգիտեմ։ Դուք որ ներսում եք, այդ որ ասենք ռուսական ընկերությունները Գազպրոմը, չգիտեմ ինչ եկան միացան, դա զգացիք։ Դա ներսում դժվար է զգալ, որովհետև դու անընդհատ գործողությունների մեջ ես, դու ինչ որ միտեղ փողոց ես փակում, ինչ որ միտեղ լայվ ես անում, ինչ որ միտեղ ոստիկան, թիվը կտրուկ մեծացավ, չէ։ Հա, բայց այդ ռուսական այն որ Գազպրոմը մտավ խաղի մեջ առանց պատկերացնելու հետևանքները, դա ակնհայտ էր։ Պարոն Միսկյան, դուք վերջին շրջանում Երբ մենք խոսակցություն սկսեցինք, ասացի, որ 18 թիվը եւ այլն, ասեք, չէ, ես դրանց առաջ էի հայտնի, իրոք ես ձեզ ճանաչում էի 18 թվականից առաջ ձեր սրամիտ գրառումներով Facebook-ում, բայց 18 թվականից հետո ձեր հումորը կորավ ոնց որ թե էլի, այդ պարոդիաները, չգիտեմ, գրառումները եւ այլն։ Ինչը փոխվեց։ Մի փոքրիկ շտկում էլ անեմ։ Ես չեմ ասել, որ ես 18 թվականից առաջ էի հայտնի, ես ասել եմ հայտնի է այնքան, ինչքանով 18-ից հետո առանձնապես չի փոխվել։ Թե ես ինձ չեմ համարում հայտնի։ Այնքանով որքանով։ Ես կարծում եմ դուք ավելի հայտնի եք, քան ես։ Եթե այդ տեղն է։ Բոլոր դեպքերում ասեմ, որ 18 թվականից առաջ ես իմ բողոքի խոսքը, այսպես ասած, կամ քաղաքացիական դիրքորոշումը արտահայտում էի ստեղծագործելու միջոցով սոցիալական ցանցերում եւ առավելապես պոեզիայի եւ հատկապես պարոդիաների միջոցով փորձելով մարդկանց ուշադրությունը դարձնել այն խնդիրներին, որոնք ես տեսնում էի այն անարդարությանը կամ այն
այն ծայրահեղ absurd իրավիճակին, որի մասնակիցն էինք մենք, հա, այսինքն դրա պակասը չկար, այնպիսի իրադարձություններ էին տեղի ունենում, հա, նույն առաջի դեմքի մասնակցությամբ կամ նախարարների մասնակցությամբ, որը բայց հիմա absurd չէ։ Իհարկե absurd է, բայց հիմա ես ասեմ ինչու հիմա այդ սիրտը չկա, հա, ավելի absurd է, համաձայն եմ, բայց այն ժամանակ քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում ունենալ եւ հայտնել եւ մասշտաբային քաղաքական գործընթացներ սկսել հնարավոր չէր։ Բայց հիմա էլ հնարավոր չէ։ Հիմա հնարավոր է։ Դեռ ես չեմ ասում, որ մի տարի հետո էլի հնարավոր կարա լինի, գուցե, բայց վստահաբար մենք գնում ենք դեպի ավտորիտարիզմ կամ դուք հաշվարկում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ հարաբերություններ եք ունեցել ու ինքը ձեզ չի ձերբակալի, բայց ինձ թվում է սխալվում եք։ Չէ, ես այլ բան եմ հաշվում։ Ես հաշվում եմ, որ այնպես չի, որ Սերժ Սարգսյանը իմանար, որ այս 18 թվականի իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես 18-ին զարգացան, հենց սկզբից Նիկոլ Փաշինյանին չէր ձերբակալի, օրինակ, կամ կհամոզեր կամ մի ուրիշ բան, բայց ինքը այդպես չէր կարծում, ինքը կարծում էր Նիկոլ Փաշինյանը իր համար օգտակար բան անում, բողոքի իմիտացիա է ստեղծում, Նիկոլ Փաշինյանը անձամբ ամսի 14-ին կարծում էր, որ ամսի 17-ին պարլամենտ մտնելու փորձից հետո իրեն կամ կձերբակալեն կամ ինք հասարակությունը կթողնի եւ կգնա տուն ու իր մոտ այդ սցենարներ, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Այսինքն ստացվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին տեղի չունեցավ։ Չէ, դե բայց դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները չեն ավարտվել եւ ես վստահ եմ, որ այդ հեղափոխության հնարավորությունը կա։ Այլ հարց թե ինչպես է դա պետք անել, ովքեր դա պետք է անեն, ինչու դա պետք է անեն։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ մարդիկ չվստահելով Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այդ հանրային վստահությունը չկար, հա, այսինքն հանրային աջակցություն չկար, մենք հիշում եմ ինքը իրենց այդ խմբակցությունով քանի 100 հոգի մարդ չկար, հրապարակում ինչ որ բողոքի ակցիա էին անում, ոչ մի աջակցություն, այդ Ժիգուլի էին բրդում, եթե հիշում եք։ Աբովյան փողոց։ Այո, այսինքն չկար հանրային աջակցություն, բայց եւ այն ինչ տեղի ունեցավ 18 թվականին, դա ոչ թե ուղակի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության կտրուկ աճներ, այլ Սերժ Սարգսյանին հեռացնելու մոլուցքը, մեր արդարացված մոլուցքը այդ թվում, բայց ես հասկանում եի, որ դա չի բերելու այն նպատակներին, որը ես ունեմ, օրինակ, արդար եւ արժանապատիվ պետություն ունենալու առումով։ Եվ երբ որ 18 թվականին մենք ընկերներով որոշեցինք աջակցել այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին, մենք հետեւյալ միտք կար մեր մոտ, որ պետական պաշտոն չենք զբաղեցնելու, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները, որը տվել է, ապա նա, այսինքն եթե որոշի կատարել եւ կարողանա, առանց մեզ էլ դա կանի, եւ ամեն ինչ լավ կլինի ու մենք կզբաղվենք մեր գործով, մեր սիրելի գործով։ Իսկ եթե ոչ, ապա դա պետք է արվի ինստիտուցիոնալ ճանապարհով այլ կերպ եւ դրա համար պետք են լինելու մարդիկ, այդ մարդիկ մենք ենք, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոն գնալ, վերցնել եւ ծառայել այս համակարգը պահելուն չպիտի արվի։ Եվ 4 անգամ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի 4 անգամ առաջարկ ա եղել ինձ պաշտոն զբաղեցնելու, ես մերժել եմ։ Ամենաբարձր պաշտոնը ի՞նչն է եղել։ Չեմ կարող ասել
Նախարար, փոխնախարար, վարչապետ։ Այդպես կոնկրետ հարց չի քննարկվել, ոլորտն է քննարկվել, բայց ես վստահ եմ, որ նախարար կարող էր լինել։ Ինչի նախարար։ Չէ, այդպես ասում եմ կոնկրետ չի քննարկվել այլ վերջին անգամ երբ եղել առաջարկը 21 թվականի պատերազմից ընտրություններից առաջ է եղել, ոչ ուղիղ, միջնորդավորված։ Պարոն Իսկյան, այս ընթացքում մի քանի անգամ փորձել են հեղափոխություն անել, իշխանապողություն անել, նույն սիստեմով, փողոց փակելով, չգիտեմ Ֆրանսիայի հրապարակը փակելով, քայլելով եւ այլն։ Ինչու՞ չի ստացվել։ Դուք որ ասում եք փորձում են հեղափոխություն անել, չէ, փորձել են նմանակել եղած հեղափոխությունը, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ եթե դու նույն գործողությունները անես, այսինքն եթե դու փայտից թրջուն սարքես, ամենայն հավանականությամբ ինքն իրենով չի թրջի, եւ այստեղ արտաքին պատկերը չի էական։ Այն գործողությունները, որոնք արվել են, իրենք խորքում ունեցել են տրամաբանություն, ոչ թե գործողությունն է բերել արդյունքի, այլ այդ տրամաբանությունից բխել են գործողություններ, որոնք արդյունք են տվել։ Հիմա եթե մարդկանց մտքով անցել էր շերեփ կաթսա, ինչ որ խփել եւ հեղափոխություն ա եղել, չի նշանակում, եթե մենք 3 օր շերեփ կաթսա խփենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, չէ՞։ Այսինքն կամ եթե դա ցեղասպանությունից առաջ ա եղել, ցեղասպանության հիշատակի օրվանից առաջ ա եղել, ուրեմն այդ ժամանակա պետք անել եւ հետեւաբար այդ օրը հրաժարական կտա։ Այն ինչ որ արվել է Հայաստանում, հիմքում արժեք չի եղել։ Այսինքն նպատակը չի եղել ազնիվ։ Հեղափոխությունը ունի իր կանոնները, այսինքն եթե քո գաղափարը հանրային աջակցության պիտի արժանանա, ապա դու պետքա անբեկանելի, անքննելի բոլորի համար 100%-ով ընդունելի հիմք ունենաս։ Սերժ Սարգսյանի դեպքում դա այն իր հայտարարությունն էր, որ ասում էր ես չեմ հավակնում վարչապետի պաշտոնին եւ հետո պարզվեց, որ հավակնում է։ Այդ սուտը այն մեղքն էր, որը Սերժ Սարգսյանի վզին կախվեց, շատ կոպիտագուցե հնչում, բայց դա այդպես է, եւ որը կասկածի ենթակա չէր նույնիսկ իր թիմակիցների կողմից, այսինքն բոլորի համար դա ընդունելի փաստ էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդպիսի սուտ չի ասել։ Այդպիսի սուտ ասել է, բայց Նիկոլ Փաշինյանի այսինքն ստել է Նիկոլ Փաշինյանը, բայց այդպիսի սուտ, որ կարողանա հետո որ չկարողանա հետո արդարացնել, չի ասել։ Բայց այսինքն ոչ թե սուտ ասողն է այդտեղ կարևորը, այլ այդ սուտը հիմնավորողը։ Հակառակը չէ, սուտ ասել, չէ, ով է եկել ու հիմնավորել Սերժ Սարգսյանի սուտը։ Չէ, Սերժ Սարգսյանի սուտը այնքան երկաթբետոնի էր, որ այդտեղ երկրորդ կարծիք լինել չէր կարող, այսինքն դա ակնհայտ դա երկիմաստության տեղ չէր թողնում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միշտ լղոզված են եւ միշտ կարելի է մեկնաբանել եւ սովորաբար ինքը այնպես անում, որ հասարակության զգալի մասը մեկնաբանում է ի օգուտ Նիկոլ Փաշինյանի, այսինքն եթե նույնիսկ Շուշին դժբախտը դժգույն քաղաք էր։ Ուրիշ ոչ մի ձևի հնարավոր։ Հա, բայց դա ինքը ասաց ես հարցականով էի դա ասում, չգիտեմ ինչու ասեմ, բայց դա սուտ է։ Չէ, հիմա դուք ասում եք սուտա, մի մասն ասում հնարավոր չի, որ մարդը ասի Շուշին դժգոհ, հրապարակեն դա վեճի առարկա է դառնում, որը հիմք չի հեղափոխության համար։ Այսինքն, բայց հիմա պետք չի դրա վրա կենտրոնանալ, այսինքն եթե մենք ուզում ենք անել հեղափոխություն, այն նույն տրամաբանությամբ կամ նստել սպասել, որ Նիկոլ Փաշինյանը այնպեսի մի հատ սուտ ասի, որ մենք ասենք սուտ է, դրան կարող է եւ չլինի, որտեղ ինքը շատ զգուշ է այդ հարցում։
Հետևաբար այստեղ խնդիրը պետքա ոչ թե հեղափոխությունը լինի, այլ այն նպատակը, որի համար պետքա այդ հեղափոխությունը արվի։ Այն գաղափարը, որի համար արժե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մի շաբաթ կամ երկու շաբաթ իր ամեն ինչը թողնի եւ զբաղվի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործով։ Եթե չկա այդ գաղափարը եւ այդ նպատակը, ուրեմն դա ձախողած գործ է։ Որն է այդ գաղափարը։ Այդ գաղափարը Հայաստանի ապագան է, բայց ես կարծում եմ, այսինքն եթե շատ պրիմիտիվացնենք էլի, հիմա ես որ ասեմ այդ գաղափարը ինքնորոշումն է, ոչ մեկին դա ոչինչ չի ասի, բայց երբ որ մենք իմանանք ինչ է ինքնորոշումը կամ այն մարդիկ ովքեր դա կհասկանան, իրենք ես վստահ եմ կկարողանան ձևավորել այն թիմը, որը հանգիստ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, ոչ թե որովհետև Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսացել, այլ որովհետև այն Հայաստանը եւ այն ապագան, որը կնախանշի այդ թիմը, մարդկանց կգրավի, իրապես կգրավի, ոչ թե ասենք Հայաստանը ուղիղ Մարս թռչելու հնարավորություն ստանալու կամ մենք բոլորս դոլարով միլիոնատեր ենք դառնալու այդպիսի կամ մեր վարչապետը 10 դրամ աշխատավարձ ստանալու 10 տարվա համար ու մարդիկ ծափահարեն կան մեզ ընտրեն, այլ իրական են տեսիլը տեսլականը, որը տալու է այդ թիմը հայ ժողովրդին, ինքը արժանի է լինելու նրան, որ մարդիկ դուրս գան եւ պայքարեն այդպիսի Հայաստանի համար։ Այսինքն առաջինը մարդիկ հավատալու են, որ այս թիմը ի վիճակի է իրագործի այն պլանը, այն ծրագիրը, որը կբերի Հայաստանին 5 տարի, 10 տարի, 15 տարի հետո ISSS արդյունքներին։ Ծրագիրը կա մեծ հաշվով մարդիկ կան, այսինքն մարդիկ նկատի ունեմ հայ ժողովուրդը, մնում է թիմը։ Պարոն Միսկյան, բայց էլի ուզում զուգահեռ տանեմ, էլի 18 թվականին։ 18 թվականին ոչ թիմ կար, ոչ ծրագիր կար։ Այո, դրա համար ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն չէ։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա էլ ծրագիր չունի։ Չունի։ Ինքը ինչ որ ունի, Նիկոլ Փաշինյանը մի ծրագիր ունի, ինչպես, այո, ինչպես Սերժ Սարգսյանը ուներ, պահպանել իր իշխանությունը։ Որովհետև այլ բան այս համակարգով հնարավոր չի անել։ Իսկ հավաքել, լինել իշխանություն եւ հավաքել այնպիսի գաղափարական թիմ, որը պատրաստ կլինի հեղափոխական փոփոխություններ անել Հայաստանում, դա գրեթե անհնար է։ Դա հնարավոր չի։ Այո, դրա համար այդ թիմը պետքա ձևավորվի իշխանությունից դուրս, այդ թիմը պետքա ձևավորվի երկարաժամկետ կտրվածքում, այսինքն այդտեղ մի տարվա կամ 6 ամսվա հարց չի, եւ օրինակ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունները հենց այդ թիմը լինի այդ ծրագրով 31 թվական։ Պարտադիր չի, այսինքն ես վստահ եմ, որ այդ թիմը եւ այդ ծրագիրը երբ լինի, դա կարա լինի 3 տարուց։ Արտահերթ ընտրություններ հնարավոր է, արտահերթ ընտրությունների հնարավոր է հասնել։ Գուցե նպատակահարմար չլինի արտահերթի եւ հերթականով արվի քաղաքական երկարաժամկետ կտրվածքում ցնցումները խուսափելու եւ ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դնելու տեսանկյունից, բայց միանշանակ, այսինքն դու նպատակահարմարությունից դուրս, եթե դրա կարիքը լինի, դա հնարավոր է անել։ Իհարկե ձեր ասածը շատ էսպես ռոմանտիզմի բանց հնչում։ Չէ, դա շատ իրատեսական է։ Մի օրինաչափություն ասում, Հայաստանում իշխանությունը մի քանի անգամ փոխվել է, մի առնվազն 4 կամ 5 անգամ նայած ոնց հաշվենք։ Դուք խոսում եք Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում, երրորդ հանրապետության, բայց Հայաստանը հազարամյակների պատմություն ունի։ Չէ, այս ընթացքում, այս 30 տարվա ընթացքում Հայաստանում իշխանությունը մի 4 անգամ փոխվել է։ 4 կամ 5 անգամ, էլի նայած թե Վազգեն Մանուկյանին հաշվենք, իշխանություն թե չհաշվենք։ Հիմա, բայց այդ ընթացքում ուրեմն միշտ մի իրավիճակ է ստեղծվել, երբ որ մարդիկ այնքան են ատել իշխանությանը, որ պատրաստ են եղել, ասենք, ով էլ որ գա ուրախանան, միայն այս մարդը գնա։ Դա եղել է, ես հիշում եմ դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա հասունանում է դա, այսինքն ասած
ավելի վաղ էլ, ասենք 20 թվականից սկսած հասունանում են Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Բայց արդյոք սրա մեջ օրինաչափություն չկա ու արդյոք սրա մեջ դրսի պատվեր չկա։ Այսինքն որպեսզի այն տեխնացուն, որը հայտնի չի, որը անհայտ է թե ինչ անելու ծրագիր չունի, թոփալը, քաչալը, չգիտեմ ինչ է եւ այլն, որպեսզի նա հեշտ մենք երկուս էլ մի քիչ ճաղատ ենք, որպեսզի նրա ընտրությունը հեշտ լինի, այդ սևացումը Հայաստանի իշխանության, այսպես սիստեմատիկ ինստիտուցիոնալ ձևով արվում է։ Այո, Հայաստանի Հանրապետության մեջ իշխանությունները չեն ձևավորվում Հայաստանի Հանրապետության պետական շահից բխող օրակարգի շուրջ։ Երկարաժամկետ շահի Սովորաբար նրանց առևանգում են ինչ-որ ժամանակ, եսի ինչ հետո մենք վստահ չենք, որ այդ ում առևանգում են կամ ինքն առևանգվում գնում, այսպես ասած դաբրոն ստանում եւ գալիս են եւ կան նաեւ կեղծ դաբրոններ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ հայ ժողովուրդը կամ Հայաստանի Հանրապետության բնակչությունը բավարար իրավագիտակից եւ պատասխանատու չի։ Բայց այստեղ խնդիրը ժողովրդի խնդիրը չի, այլ այդ ժողովրդի մեջից ծնվող քաղաքական վերնախավի կամ ընտրանու մասին է խոսքը։ Եթե միջավայրը բարենպաստ չի, այդ միջավայրից չի կարող այդպես կտրուկ ծնվեն մարդիկ, որոնք դգոլ են կամ եսիմ մեկ այլ Դգոլ Հայաստանում երբեք չի կարող ծնվել։ Ես դգոլ չէ, բայց կարող է 10 հոգի միանան, դգոլի կեսի չափ լինի։ Դն լինի։ Դն լինի, հա։ Գոլը լինի, դն չլինի։ Հիմա այն ինչ դուք նկարագրում եք, դա անցումային հասարակության կամ փխրուն ժողովրդավարությանը հատուկ երևույթ է։ Մենք պետքա պատկերացնենք, որ հայ ժողովուրդը ինչ որ մի խումբ է կամ, չգիտեմ, գնդակ, հա, որին սուբյեկտ չի։ Դա շատ այո, հեշտ պատկերացնելի բան։ Այո, եւ եթե մեզ փչում են, այդ փչում են, որ տշեն, որովհետեւ մենք ուրախանում ենք, որ ատես ուռանք, բայց հետևանքները լավը չեն լինում։ Մենք խնդիր ունենք սուբյեկտայնանալու։ Թսկելը։ Հիմա եթե չէ, թսկելն էլ հարցի լուծում չի։ Մենք խնդիր ունենք սուբյեկտայնանալու։ Ես ավելի մի քիչ բարդ համակարգերի օրինակ բերեմ, որտեղ գնդակը մի քիչ շատ բարձունակ է հնչում։ Պատկերացնենք, որ Հայաստան բոլոր պետությունները ֆուտբոլային ակումբներ են եւ մրցում են իրար հետ։ Նրանք եւ դաշնակից են, որովհետեւ ֆուտբոլի ակումբները բասկետբոլի ակումբների հետ դժվար կարողանան մրցեն, կանոնները տարբեր է եւ հաղթողին որոշելը մի քիչ բարդ կլինի։ Եվ ֆուտբոլի ակումբները այդ առումով եւ համագործակցում են եւ մրցակցում են։ Պետություններն էլ այդպես են։ Բայց լինել ֆուտբոլի ակումբ, դա չի նշանակում ունենալ միայն 11 հոգի ֆուտբոլիստ, որտեվ ֆուտբոլի ակումբ նշանակում է նաև ունենալ ֆուտբոլի դաշտ, ունենալ այդ դաշտ ստադիոն նկատի ունեմ, այսինքն հանդիսատեսներ, ինչու ունենալ հանդիսատեսներ, որպեսզի այդ հանդիսատեսը առերեսվի այդ խաղի հետ եւ դառնա այդ խաղի մասնակից։ Բոլորը չեն կարող մտնել խաղալ այդ դաշտում, այդ պահին։ Այդ խաղացողները համարենք մեր ընտրությամբ իշխանություններն են, հա, ովքեր այդ պահին խաղում են, բայց այդտեղ կա մարզիչ, կա մերսող, կա գազոնը հնձող, կա, չգիտեմ, 1000 մասնագիտություն կա, ամեն մեկը պետք է բարեխղճորեն անի իր աշխատանքը, որպեսզի այդ ինստիտուցիան առողջ եւ զարգացող լինի։ Հիմա մենք սովետական միությունից ժառանգել ենք ցորենի դաշտ։ Էլի դաշտ է, բայց ցորենի դաշտ է։ Եթե ցորենի դաշտում մի քիչ հնարավոր է ինչ-որ մի փուլում խաղալ, դրանից հետո այդ գազոնը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, հասկանում եք, չէ՞։ Այդտեղ մեկը գալիս է ասում է, չէ, ասում է, մենք ֆուտբոլ խաղացող ազգ չենք, եկեք գոնե ցորեն ցանենք։ Հա, բայց
աշխարհը ֆուտբոլ է խաղում, դու որ ծորեն ցանեցի, դե ծորեն ցանենք կկերակրենք, իրանց կտանք կուտեն, մեզ էլ մի բան կտան, մենք էլ մեզ էլ չեն ուտի եւ այլն, այդպես չի լինում։ Դու կամ սուբյեկտ ես, կամ դու գնդակ ես, չգիտեմ ինչ ես, բայց դու ճագար ես, դու բուծում ես սպասարկելու գերտերությունների շահերը։ Հետևաբար, այստեղ խնդիրը այն չի, որ մենք այս 30 տարի իշխանությունը չենք ունեցել կամ այդ իշխանությունը ձևավորվել է այլ կերպ, քան ժողովրդավար պետություններին հատուկ, այլ մեր քաղաքական մտքի հասունությունն է խնդիրը։ Առաջի հերթին մեր գիտակցելը, ինքնորոշվելը, որպես անկախ պետության լիարժեք քաղաքացի։ Մենք մեզ տեր չենք զգում այս պետության, մենք մեզ չենք համարում բավարար կայուն եւ ուժեղ ժողովուրդ, որը կարող է կամք դրսևորել եւ իր շահը ձևակերպել ու պաշտպանել։ Մենք, որ ասում եմ, առանձին անհատներին նկատի չունեմ ամբողջության մեջ եւ այդ ամբողջությունն էլ ձևակերպում է այդ ամբողջության պահանջը ձևակերպումը քաղաքական վերնախավը։ Հիմա եթե մեր քաղաքական միտքը մեր համալսարաններում եւ քաղաքական միջավայրերում ձևավորվել է մի փիլիսոփայության շուրջ, որ քաղաքականությունը իշխանության տիրանալու արվեստ է, այդ փիլիսոփայությամբ հանրային գործունեություն, քաղաքական գործունեություն իրականացնող անհատը չի կարող արժանապատիվ միջավայր ստեղծել իր համակարգացիների համար։ Այսինքն մենք այդ առումով դատապարտված ենք։ Մեզ պետքա փոխել մեր մտածելակերպը, մտածողությունը եւ այդ ճանապարհը կարելի անել ոչ ակադեմիական գիտելիքի միջոցով, այլ ֆորմալ կրթական մեխանիզմներով։ Հետևաբար, եթե կա իրատեսական ծրագիր, որի մասին խոսում էինք մի քիչ առաջ, որը ես ասում եմ կա, եթե հավատանք, որ կա եւ այն ինչ ես առաջարկում եմ առհասարակ ընդունելի է, պետք են այն մարդիկ, ովքեր դա իրականացնելու են։ Այդ մարդիկ պետք է ունենան 3 պայմանի, հա։ Առաջինը լինեն արժեքային, այսինքն իրենք ունենան սկզբունքներ եւ հավատան, դավանեն այն արժեքներին, որոնց համար պատրաստ են պայքարել։ Եթե այդ արժեքը փողն է կամ իշխանությունն է, ապա դա արժեք չի։ Եթե այդ արժեքը ազատ եւ արդար միջավայր ներդաշնակ հասարակություն ունենալն է, ապա դա արժեք է, դրա շուրջ կարելի է համախմբել։ Երկրորդը այդ մարդիկ պետքա ունենան բավարար կարողունակություն լինեն, այսինքն քաղաքականությունը այն միջավայրն է, որտեղ այդ արժեքներով մարդը պետքա գործի, իսկ այդ գործելու համար փորձը շատ մեծ տեղ ունի եւ այդ փորձը այդպես օթից չի գալիս, այսինքն ինքը ինչ որ բանի պետք է արած լինի, ուղակի խմբագիր լինել ինչ որ թերթում բավարար չի։ Պետքա մարդը կազմակերպչական, կառավարչական մենք տեսանք, որ ուղակի խմբագիր լինելը բավարար չի։ Այո, մենք կամ ուղակի պատգամավոր լինելը բավարար չի, կամ նույն բայց ինչ պետք է լինի, վարչապետ պետք է լինի։ Ինչպես? Վարչապետ պետք է։ Չէ, վարչապետը պետք է կարողանա գաղափարներ ունենալ եւ թիմի մեջ այդ գաղափարները վարակողի դեր ունենալ։ Բայց այդտեղ մի քիչ անբարոյական բան կա էլ ընդհանրապես, որ մարդը խոսքա տալիս, որ կանի մի բան, որ ինքը երբեք չի արել։ Չէ, ոչ մի դեպքում։ Այսինքն այն ինչ որ Բայց միշտ քաղաքականության մեջ դե որովհետեւ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյական մարդիկ։ Ну, այդպես ասում ենք, բայց այդտեղ կա բան։ Չէ, բայց ես կարծում եմ, եթե արժեքային մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, ապա մենք կունենանք բարձրարժեք քաղաքականություն, բարձրարժեք հասարակություն, բարձրարժեք ինստիտուտներ, որը կբերի մեր պետության վերափոխման։ Իհարկե, նաև մշակույթ։ Շնորհակալություն պարոն Միսկարյան, մեր հրավերն ընդունելու համար ու հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, մեր հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։ Ստեսություն։